Այսինքն բողոքական հիմքերով մարդը օգտագործելով իր կարգավիճակը, պետական ռեսուրսը, փորձում է եկեղեցին բողոքականացնել եւ վերածել աղանդի։ Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ օրինակ Գերմանիայում Հիտլերը փորձեց ժամանակին Ռայխի եկեղեցի ստեղծել, ինչը արդյունքում չհաջողվեց իրեն։ Բոլշևիկները գալով իշխանության Ռուսաստանում ստեղծեցին կենդանի եկեղեցի շարժումը, որը անփառունակ ավարտ ունեցավ, չնայած բոլշևիկները շարունակեցին 70 տարի կառավարել Խորհրդային Միությունը։ Եվ հայերս անմիջապես արձագանքեցին այդ կենդանի եկեղեցի շարժմանը եւ ստեղծեցին ազատ եկեղեցական շարժումը, որին դարձյալ միացան մի քանի հոգևորականներ, որոնց անմիջապես Գևորգ 5-րդ Սուրինյաց կաթողիկոսը կարգալույծ արեց։ Եվ դա էլ երկար կյանք չունեցավ, ընդամենը 4 տարի։ Հետո նույն այդ կարգալույծ եղածները եկան եւ աղաչեցին կաթողիկոսին վերականգնել իրենց կարգի մեջ։ Եվ այսօր, երբ Մայսացոտնի թեմի նախկին առաջնորդը դատարանում հաղթում է իր հոգևոր հոր դեմ ապօրինի հայցը, դա ուղղակի խայտառակություն է, դա կարիկատուրային մակարդակի իրականության աղավաղում է, իրավական իրավունքի աղավաղում է, որովհետև Մայսացոտնի թեմը նախ ստեղծել է ով։ Ստեղծվել է վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, օրոք եպիսկոպոս ձեռնադրվել է, եւ ոչ միայն եպիսկոպոս, իր քահանայական ձեռնադրությունը այդ մարդը ստացել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրոք եւ ձեռամբ, եւ նշանակվել է թեմակալ առաջնորդ դարձյալ իր որոշմամբ, եւ այսօր նա վիճարկել է դատարանում այդ հարցը եւ ստացել է հավանություն, այսինքն պետությունը նրան վերականգնել է մի պաշտոնում, որը ինքը չի տվել այդ մարդուն եւ որին միջամտելու որևէ բարոյական, իրավական, որևէ արժեքային իրավունք, արժեբանական իրավունք նա չունի։